Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները ցանկանում են ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծում եւ Ռուսաստանը երախտապարտ է ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի համար։ Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը, որը զգալի ջանքեր է գործադրում խաղաղ կարգավորման համար եւ անձամբ նախագահ Թրամփը ցանկանում են շուտափույթ կարգավորում եւ մենք եւս մեկ անգամ կրկնում ենք եւ շնորհակալ ենք անձամբ նախագահ Թրամփի միջնորդական ջանքերի համար, ասել է Պեսկովը լրագրողներին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մայիսի 29-ից 30-ը Կիևում բանակցություններ կանցկացնի եւ սպասվում է, որ նրան կընդունի Վոլոդիմիր Զելենսկին։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ Նախարարի այցը Ուկրաինա սպասվում է մայիսի 29-ից 30-ը։ Նախատեսվում է, որ նա մի շարք բանակցություններ կանցկացնի, այդ թվում Վոլոդիմիր Զելենսկու հետ, ասել է գործակալության աղբյուրը։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սարդարապատում ասված այս հայտարարությանն արձագանքել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։ Նա հակադարձել է Փաշինյանին, նշելով, որ այս իշխանությունները պարտությամբ փորձում են իրենց Հայաստանը ստեղծել, որի հիմքում ընկած է պարտվողականությունը։ Հայրենիքը ինքը ստացել է, ինչպես ողջ սերունդն է ստացել հայրենիքը, այս պայքարողների, որ հիմա Արամ Մանուկյանի արձանի առջև են կանգնած, հենց Արամ Մանուկյանների շնորհիվ։ Այդ որտեղ հայրենիքը կորած էր, ինքն եկավ գտավ, հա։ Այդ հայրենիքը ստեղծվել է, ձևավորվել է մեր նախնիների թափած հերոսական պայքարի եւ արյան շնորհիվ եւ հիմա կանգնել, հայտարարել, որ իրենք եկել են ինչ-որ բան են գտել, իրենք ոչ մի բան չեն գտել, իրենք եղածը կորցրել են։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը կգործուղվի Վարշավա։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահի կանոնադրությունից։ Պատգամավորը Վարշավա կգործուղվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի դիտորդական ժամանակավոր հանձնաժողովի կազմում Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկմանը մասնակցելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի եւ ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առթիվ ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է ապարանի վերածնունդ հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական պանթեոն եւ ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին։ Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Էջմիածնի մայր տաճարում կատարվել է հանրապետական մաղթանք։ Արարողությունը հանդիսապետել է Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Ներկաներն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ եւ բարոր կյանքի համար։ Մաղթանքի ավարտին Նաթան arczepiskopos-ն ընթերցել է Հանրապետության տոնի առթիվ համայն հայությանն ուղված ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը։ Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել։ Մենք ազգովին այսօր նշում ենք մայիսի 28-ը, առաջին հանրապետության ստեղծման օրը, որը արյունով, խիզախությամբ եւ անկոտրում կամքով գրված է մեր պատմության մեջ։ Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատարածվեց հենց մայիսի 28-ին, դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Առաջին հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ-ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին արևելյան Հայաստանի վերջին հողակտորները եւ դրանց վրա ապրող հայությանը։ Եվ մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց հայոց անկախ պետականությունը, հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը։ Մենք ունեցել ենք հերոսներ, ովքեր չվախեցան մահից, որ մենք ապրենք ազատ եւ անկախ Հայաստանում։
Արամ Մանուկյանը, Դրոն Դաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյանը, Համբարձում Տեր-Պետրոսյանը, Համազազ եւ այլք մեծ ներդրում են ունեցել մայիսյան հաղթանակներում։ Մեր հերոսների ու հազարավոր հայոց նվիրյալների ջանքերով կարողացավ ձևավորվել անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշտային հանրապետության փլուզումից հետո հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը։ Մայիսի 28-ը պարտավորեցնող օր է համայն հայության համար։ Այն մեզ հիշեցնում է, որ անկախությունը ոչ միայն նվաճվում է, այլև պահվում է ամեն օր, գիտակցումով, համախմբմամբ ու հստակ նպատակով։ Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել եւ արժեվորել մեզ թողած ժառանգությունը, պահպանել այն եւ փոխանցել գալիք սերունդներին։ Հայ ժողովուրդը այսօր էլ զորեղ է։ Հայաստանի Հանրապետությունն դեռ շատ հերոսներ է ծնելու ու հաղթանակներ է կերտելու։ Կեցե մայիսի 28-ը հայոց պետականության վերականգնման օրը։ Փառք բոլոր հերոսներին, փառք Հայաստանին, փառք համայն հայ ժողովրդին։ 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի գույքն ու դրամական միջոցը 2023 եւ 2024 թվականներին։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով գլխավոր դատախազությանը։ Նա ներկայացրել է, թե յուրաքանչյուր տարի որքան գումար է վերադարձվել պետությանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնալով ավելի է հակվում Պաղեստինի պետության ճանաչմանը։ Փարիզում կարծում են, որ սա կարևոր քայլ կարող է լինել, սակայն միայն սիմվոլիկ ժեստը չի բավականացրի Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։ Համաշխարհային դիվանագետները զգուշացնում են, նման քայլը կարող է ավելի խորացնել արևմուտքի պառակտումը, իսկ Իսրայելի լոբբիստները ակտիվորեն փորձում են փոխել Ֆրանսիայի դիրքորոշումը։ Մակրոնն արդեն հայտարարել է, որ միայն քաղաքական լուծումը կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել, ընդգծելով, որ Ֆրանսիան եւ Սաուդյան Արաբիան պատրաստվում են հունիսին Նյու Յորքում համաժողով անցկացնել։ Սակայն որոշ փորձագետների կարծիքով, եթե ճանաչումը տեղի ունենա առանց լրացուցիչ քայլերի, օրինակ պատժամիջոցների, այն քիչ ազդեցություն կունենա։ Ֆրանսիան պատրաստվում է խոշոր որոշում ընդունել, այսպիսով փորձելով ստեղծել քաղաքական թափ, մինչ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է վատթարանալ, փոխանցում է Reuters-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանը նոր թափով բախվում են Ուկրաինայի պատերազմի հարցում։ Թրամփը Truth Social-ում մեղադրել է Վլադիմիր Պուտինին կրակի հետ խաղալու եւ նախազգուշացրել, որ եթե ինքնանձամբ չլիներ, Ռուսաստանի համար շատ վատ բաներ արդեն տեղի կունենային։ Պուտինի խորհրդական Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է, որ ամենավատ բանը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը մոտ 50,000 զինվոր է կուտակել Սումիի շրջանի մոտ նախապատրաստելով նոր հարձակման։ Ռուսական կողմը հայտարարում է, որ մեկ գիշերվա ընթացքում խոցել է 296 ուկրաինական անօդաչու սարք, մինչ Ուկրաինան հայտնում է ռուսական 88 անօդաչուի եւ 5 հրթիռի հարձակումների մասին։ Պատերազմը շարունակում է թեժանալ ուժեղ մարտերով եւ նոր զոհերով։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելովուսովը պնդում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամը օգտագործում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում ուժեղացնելու համար, իսկ Ռուսաստանը առաջ խաղացում է արձանագրում ողջ ճակատով, փոխանցում է Reuters-ը։ Տորնադո եւ Կարկուտ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում տեսանյութը հիդրոէթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանի էջից։ Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակումների պատճառով ավելի քան 60 չվերթ է չեղարկվել, Վնուկովոյում հերթեր են գոյացել։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք Կիևին դրամադրվող ռազմական օգնության դրաշները կավարտվեն առաջիկա ամիսներին։ Մինչդեռ պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը որևէ խոստում չի տվել Ուկրաինային աջակցությունը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Washington Post-ը։ Այդ օգնությունը կավարտվի առաջիկա ամիսներին եւ Թրամփը չի ազդարարել այն երկարաձգելու ծրագրերի մասին, ինչը Կիևին դնում է անորոշ ռազմավարական դիրքում, ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ մայիսի վերջի դրությամբ Ուկրաինան դեռևս ստանում է Բայդենի վարչակազմի օրոք հաստատված ռազմական օգնության վերջին տրանշները։
Ռուսաստանը պատրաստվում է Դոնբասում ամառային խոշոր հարձակման, այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ Այս ամռանը Ռուսաստանը Դոնբասի արևելյան մասում խոշոր հարձակում կսկսի, ասվում է հրապարակման մեջ։ Ըստ պարբերականի Մոսկվայի ծրագիրն է փորձել զսպել ուկրաինական ուժերը առաջնագծում, այդ թվում Սումիի եւ Խարկովի մարզերում, սակայն հակառակ դեպքում Ռուսաստանի զինված ուժերը առաջնահերթություն կտան Պոկրովսկին եւ Կոնստանտինովկային։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շողոքորթությունն ու սպառնալիքները, գրում է բրիտանական The Guardian թերթը։ Պուտինը շարունակում է հավատարիմ մնալ իր հրապարակայնորեն հայտարարված նամակներին եւ մերժում է Թրամփի շողոքորթությունն ու սպառնալիքները, նշում է պարբերականը։ The Guardian-ը հավելում է, որ Պուտինը նաև չի անհանգստացել ապրիլի վերջին Թրամփի Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքից։ Ռուսաստանը կցանկանար ընդլայնել Եվրասիական տնտեսական միությունը, հիմնականում ներառելով այն երկրները, որտեղից գալիս են ամենամեծ թվով միգրանտներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ ԵԱՏՄ օրենքը նպաստում է երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածության մեղմացմանը։ Այն թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Qırğızstani եւ Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ երկրի քաղաքացիները, որտեղ նրանք աշխատում են, ասել է Օվերչուկը Ռոսիսկայա գազետային տված հարցազրույցում։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների ենթադրյալ վերացման մասին տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը լրագրողների համար կազմակերպված հերթական չեպազույցի ժամանակ արել է պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ Ես չեմ քննարկելու դա եւ չեմ հաստատելու այն, ասել է նա ի պատասխան գերմանական իշխանությունների այն պնդումների մեկնաբանման խնդրանքին, որ մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները վերացրել են Կիևին փոխանցվող զենքի շրջանակի սահմանափակումները։ Մայիսի 26-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ իր երկիրը վերացրել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում գերմանական զենքով հարվածների հեռահարության բոլոր սահմանափակումները։ Կանցլերի խոսքով նմանատիպ որոշում են կայացրել Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս որոշումը պոտենցիալ վտանգավոր է եւ հակասում է կարգավորման փորձերին։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսել է վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ ընդդիմադիրների դիրքորոշման մասին։ Նա կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից ոմանք այժմ ավելի շատ պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ, քան Նիկոլ Փաշինյանի։ Երբ Էդմոն Մարուկյանը հայտարարեց, որ ինքն է Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հայտարարեցին, Էդմոն Մարուկյանն լայվ մտավ եւ հայտարարեց, որ պատրաստվում է ներգրավվել այդ գործընթացի մեջ որպես տեխնացու, այդ պահից սկսած մինչև պատիվ ունեմի հայտարարությունը, որի մասին ես կխոսեմ, այդ մի քանի օրերի ընթացքում նորից Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող մի շարք անհատներ, տենց իրանց կարծիքով շատ լուրջ արշավ էին սկսել, որ ահա, այս ողջ գործընթացը նրա համար էր, որ Էդմոն Մարուկյանը դառնա տեխնացու եւ այլն եւ այլն։ Դրան հաջորդեց պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը, որտեղ շատ հստակ ասվում էր, որ մենք Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի երկուսով չենք փոխում եւ մեր համար ընդունելի չի այն մարդու տեխնացությունը, որ կիսում է մեղքը այն ամենի, ինչ տեղի ունեցել մեր երկրում։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ մայիսի 27-ին կայացել է Պեմզաշենում մորի եւ երկու երեխայի առանձին դաժանությամբ սպանության գործով դատական նիստը։ Սպանված ընտանիքի հայրը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշել է, որ սպասում է դատարանի վճռին, արդար դատաքննության ակնկալիքով։ Մի մեղադրյալը Վարուժ Պարսեղյանի մասին է խոսքը ընդունել իր արարքը իր ցուսմունքով է երկրորդ մեղադրյալը ու երկրորդ մեղադրյալի անալիզները գենետիկաներն են համընկել, ինքը չի ընդունում երկրորդ մեղադրյալը։ Հաբացուցները 4 հատ հաբացուց գենետիկա մաս շորիթել անալիզներով հաբացուցվել է երկրորդի մեղավորությունը։ Այդ դեպքից հետո իմ կյանքս 170 աշճան փոխվել է, դե գոյատևում ենք, ապրում ենք։
Մայիսի սկզբին Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին տեղեկացրել էր, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, հաղորդում է New York Times-ը հղում անելով աղբյուրներին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնում է խափանել բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև, հարվածելով Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտներին, ասվում է հրապարակման մեջ։ Տեղեկատվության համաձայն Նեթանյահուն կարող է հրաման տալ հարվածել Իրանին, նույնիսկ եթե Վաշինգտոնը գործարկնքի Թեհրանի հետ։ ԱՄՆ կառավարությունը պլանավորում է կուտակել բիթքոինի մեծ պաշար եւ չի պատրաստվում վաճառել այս կրիպտոարժույթի ոչ մի միավոր։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան թվային արժույթների խորհրդականների խորհրդի գործադիր տնօրեն Բո Հայնսը Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025 համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նախ մենք ցանկանում ենք ավելի շատ կուտակել եւ երկրորդ մենք չենք պատրաստվում վաճառել ոչ մի Bitcoin, որը կարող է ունենալ ԱՄՆ կառավարությունում, այսքանով ամեն ինչ ասված է, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կանադան ստիպված չի լինի վճարել ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի համար, եթե այն դառնա Միացյալ Նահանգների մաս։ Ես Կանադային, որը շատ է ուզում լինել մեր հրաշալի ոսկե գմբեթ համակարգի մաս, ասացի, որ դա նրանց կարժենա $61 միլիարդ, եթե նրանք մնան որպես առանձին պետություն, ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ եթե հանրապետությունը որոշի դառնալ ցանկալի 51-րդ նահանգը, ոսկե գմբեթի օգտագործման արժեքը կկազմի $0։ Թրամփի խոսքով Օտավան քննարկում է այս առաջարկը։ Եվրամիության խորհրդում Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի Եվրամիության հարցերով նախարար Յանոշ Բոկը Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն բացված այսօրվա լսումներում ամեն ինչ պարզ դարձավ։ Մի քանի երկրներ հայտարարել են, որ իրական խնդիրը Հունգարիայի դիրքորոշումն է Ուկրաինային եւ նրա անդամակցությանը Եվրամիությանը աջակցելու հարցում։ Այս քաղաքական ճնշման եւ հիստերիայի պատճառն այն է, որ Հունգարիան Ուկրաինայի հարցում ամուր անսասան դիրքորոշում է զբաղեցնում, հիմնվելով իր սեփական ազգային շահերի վրա, գրել է Բոկան։ Նախարարի խոսքով Հունգարիան գիտակցում է, որ իր դեմ կշարունակվի Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված քվեարկության իրավունքից հնարավոր զրկման ընթացակարգ։ Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգի ներքին անվտանգության ուժերի հրամանատար Ահմեդ Ադ-Դալաթին հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ինքը մասնակցել է Իսրայելի ներկայացուցիչների հետ անվտանգության հարցեր քննարկելու համար ուղիղ շփումների։ Ես կտրականապես հերքում եմ իսրայելական կողմի հետ որևէ ուղղակի բանակցություններին իմ մասնակցության մասին տեղեկատվությունը եւ վստահեցնում եմ ձեզ, որ այդ մեղադրանքները անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքերն է մեջբերել սիրիական Ալ-Իխբարիա հեռուստաալիքը։ Այս առումով Ալ-Դալաթին ընդգծել է, որ Սիրիայի ղեկավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սիրիացի ժողովրդին հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու համար։ Ավելի վաղ Reuters-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Սիրիայի եւ Իսրայելի նոր կառավարությունների ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում մի քանի հանդիպումներ են անցկացրել առանց միջնորդների անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում երկու երկրների միջև սահմանային գոտում լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետ հաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ Համասի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանն ի պատասխան իսրայելական կողմը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Անգլավում, որը շարունակվում է մինչ օրս։ Բացի օդային մատակարարումներից այս ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է նաև մոտ 140 ռազմական բեռներ տեղափոխող նավ։ Հրեական պետությունն իր ամերիկացի դաշնակիցներից ստացել է զինամթերք, զրահատ տեխնիկա, պաշտպանիչ սարքավորումներ եւ դեղորայք։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ անդամ երկրներն ընդունել են 2026 թվականի համար հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերացման մարմինների ուժերի ու միջոցների կազմավորման պլան։ Այս մասին հայտնել է Բելարուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում կողմերը քննարկել եւ ստորագրել են կազմակերպության որոշումները առանցքային հարցերի, մասնավորապես հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2026 թվականի հրամանատարության եւ կառավարման մարմինների եւ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների համատեղ պատրաստման պլանի մասին։ Բացի այդ որոշումներն են ընդունվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերացկիչ մարմինների եւ ուժերի ու միջոցների համատեղ ուսուցման կազմակերպման մեթոդական առաջարկությունների եւ կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի մատակարարումների նկարագրության ստանդարտ ձևաչափերի մշակման եւ ձևակերպման կարգի վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մանրածախ վաճառողները, որոնց բաժնետոմսերի արժեքը կտրուկանկում է ապրել Թրամփի առևտրային պատերազմի ֆոնին, ավելի հաճախ են հետաքրքրվում մասնավոր ներդրողների առաջարկներով դուրս գալով հանրային շուկաներից եւ խուսափելով անկայունությունից։ Skechers-ի օրինակը, որը մայիսին հայտարարեց 3G կապիտալի հետ $9.4 միլիարդ արժողությամբ գործարքի մասին, դարձել է օրինակ նաեւ այլ ընկերությունների համար։ Արժեթղթերի շուկայի անկայունությունը, մաքսային նոր սպառնալիքները եւ գլոբալ առևտրային լարվածությունը ստիպում են մանրածախ ընկերություններին, այդ թվում Under Armour-ին, Columbia Sportswear-ին եւ Birkenstock-ին մտածել մասնավոր շուկա տեղափոխվելու մասին։ 3G կապիտալի նման ներդրումային ընկերությունները պատրաստ են դիմակայել կարճաժամկետ շուկայական տատանումներին, հնարավորություն տալով մանրածախ ընկերություններին կայուն զարգանալ առանց հրապարակային հաշվետվողականության։ Շատ գործադիր տնօրեններ ինձ ասում են՝ հոգնել եմ, սիրում եմ իմ աշխատանքը, բայց գուցե ժամանակն է անցնել մասնավոր բիզնեսի, ասել է Authentic Brands Group-ի ղեկավար Ջեյմի Սալթերը, որը վերջերս ձեռք է բերել Dockers ապրանքանիշի իրավունքները, փոխանցում է Reuters-ը։ Պետդեպարտամենտը կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին չմեկնել Վենեսուելա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովեստին հղումանելով Պետդեպարտամենտի հայտարարությանը։ Պետդեպարտամենտը Վենեսուելային շնորհում է ճանապարհորդության վերաբերյալ ամենաբարձր նախազգուշացման մակարդակը՝ 4-րդ մակարդակ։ Արգելվում է ճանապարհորդել լուրջ ռիսկերի պատճառով, ներառյալ կամայական կալանքը, կալանքի տակ խոշտանգումները, ահաբեկչությունը, առևանգումը եւ իրավապահ մարմինների անարդար գործելակերպը, ասվում է հայտարարության մեջ։ Թեսլայի վաճառքները Եվրոպայում ապրիլին նվազել են 49%-ով, չնայած էլեկտրամոբիլների պահանջարկի 27.8% աճի նշվում է Եվրոպական ավտոմոբիլային արտադրողների ասոցիացիայի տվյալներում։ Մոդել Y-ի նորացման փորձերը չեն հանգեցրել վաճառքների աճին, իսկ Թեսլայի շուկայի բաժինը Եվրոպայում նվազել է մինչև 0.7%, անցյալ տարվա 1.3%-ից։ Ընդհանուր ավտոմեքենաների վաճառքները Եվրոպայում նվազել են 0.3%-ով, մինչդեռ էլեկտրամոբիլների եւ plug-in հիբրիդների պահանջարկը շարունակում է աճել։ Չինական Seis Motor-ը եւ Mitsubishi-ն ցույց են տվել աճ, համապատասխանաբար 24.5% եւ 22.1%, մինչդեռ Mazda-ն նվազել է 24.5%-ով։ Թեսլայի վաճառքների անկումը կապվում է ինչպես CEO Elon Musk-ի քաղաքական հայտարարությունների, այնպես էլ Model Y-ի անբավարար ընդունման եւ եվրոպական ու չինական մրցակիցների ուժեղ մրցակցության հետ։ Միաժամանակ EV-ները կազմում են passenger car վաճառքների 59.2%-ը, անցյալ տարվա 47.7%-ից, փոխանցում է Reuters-ը։ Elon Musk-ի SpaceX-ի կողմից թողարկված Starship-ի 9-րդ փորձական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ։ Ընկերությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել տիեզերանավի արագ չպլանավորված ոչնչացում։ SpaceX-ի մասնագետները վերլուծում են մեկնարկի տվյալները եւ շարունակում են պատրաստվել նոր մեկնարկի։ Starship-ը մտել է ուղեծիր, սակայն որոշ ժամանակ անց նրա բարձրության կառավարման համակարգը խափանվել է։ Երկրի շուրջ 1 պտույտից հետո այն կորցրել է կառավարումը եւ Հնդկական օվկիանոսի վրա սկսել է մտնել մթնոլորտ։ Starship-ի հետ կապը կորել է մեկնարկից 10 րոպե անց։
Վրաստանի փոխվարչապետ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը։ Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշել եմ հրաժարական տալ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Դա ինձ համար հեշտ որոշում չէր։ 2011 թվականից ի վեր ես մասնակից եմ եղել Բիձինա Իվանշվիլիի գլխավորած պայքարին, որը հանգեցրել է մեր երկրում փոխակերպող փոփոխությունների։ Նրա խոսքերը մեջբերում է գերատեսչությունը։ Քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի կանգնել պետության եւ իշխող թիմի կողքին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ։ Կապված վերջին օրերին Ուկրաինային հարվածների հետ հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով աղբյուրների։ Նախորդ օրը Թրամփը հստակեցրել էր, որ իր համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սպառվում է, զգուշացնելով Ռուսաստանի առաջնորդին, որ նա կրակի հետ է խաղում, հրաժարվելով մասնակցել հակամարտությանը վերջ դնելու համար խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը դեռևս որոշում չի կայացրել մարտավարությունը փոխելու մասին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը Կիևին ռազմական մատակարարումների սահմանափակումների վերացման մասին անօգուտ են, դրանք Ռուսաստանին ցույց են տալիս Եվրոպայի թուլությունը։ Այս մասին գրել է Քրիստոնեա-դեմոկրատական միության Գերմանիայի խորհրդարանի անդամ Ռոդերիխ Քիզևետերը։ Նման հայտարարությունները ընդհանուր առմամբ անօգուտ են, քանի որ դրանք հստակ ցույց են տալիս Եվրոպայի թուլությունը Ռուսաստանի համար։ Ընդգծել է նա։ Մայիսի 26-ին Մերցը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները այլևս չեն սահմանափակում Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարությունը եւ այժմ Կիևը կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի հարվածների մասին իր հայտարարությամբ կրկին հաստատել է, որ ահաբեկչություն կիրականացնի ՆԱՏՕ-ի հետ համատեղ։ Այս մասին Սպուտնիկ ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա կրկին հաստատել է դա եւ հայտարարել իր հայեցակարգի մասին, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ, որը իրականացնում է մատակարարումներ, ահաբեկչություն կիրականացնեն խաղաղ բնակչության դեմ։ Ասել է Զախարովան, ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների մասին։ Նա ընդգծել է, որ չի կարող խոսել ծրագրերի եւ հնարավորությունների մասին, բայց Կիևը մտադիր է հայելային արձագանք տալ Ռուսաստանից եկող սպառնալիքներին եւ մարտահրավերներին։ Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918 թվականին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը։ Հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք քրոսակների դեմ, կասեցնելով նրանց առաջ խաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը։ Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Հանրապետության տոնի արդիվ Սարդարապատի հուշահամալիր են այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ։ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, նա իր ուղերձում ընդգծել է մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին առավոտից ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացրել։ Համալիրի մուտքը տևական ժամանակ փակ է մնացել, քանի որ նախատեսվել է բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև դեսպանների այցը հուշահամալիր։ Լրատվամիջոցների մուտքը եւս արգելված էր։ Տյումենի մարզի հայերի միության նախագահ հայտնի գործարար եւ հասարակական գործիչ Աբրահամ Հովեյանը շնորհավորական ուղերձ է հղել առաջին հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. երիտասարդ հանրապետության առաջին քայլերը ցույց տվեցին ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդն արժանի է սեփական պետություն ունենալու եւ պատրաստ է կառուցել արդար հասարակություն։ Այսպիսով Հայաստանի առաջին հանրապետությունը հիմք դրեց հայոց պետականության եւ մշակույթի հետագա զարգացմանը, վառ հետք թողնելով ժառանգների սրտերում։ Առաջին հանրապետության համառոտ պատմությունը վառ օրինակ է ինքնավստահության, կարևորության եւ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու ունակության մասին։ Տոնի արդիվ մաղթում եմ խաղաղ երկինք, հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի, ասվում է ուղերձում։
Եղանակն առաջիկա օրերին։ Հայաստանում մայիսի 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 27-ի կեսօրից հետո 28-ից 39 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում 31-ի գիշերը եւ կեսօրից հետո հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Երևան քաղաքում եւս մայիսի 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մայիսի 28-ից 3-ը կլինի 27-ից 29 աստիճանի տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18, +20 աստիճան։